Եկեղեցին քաղաքական պայքարի հարթակ չէ, եկեղեցին մարդու վերջին ապավենն է ու հենց դրա համար եկեղեցին իրավունք չունի դառնալ կուսակցական կողմ, որևէ քաղաքական թեկնածուի հովանավոր կամ իշխանության եւ ընդդիմության պայքարի մասնակից կամ առավել եւս գործիք։ Պարզ պատկերացնենք, նույն բակում կա երկու հարևան, մեկը եկեղեցու մի կողմին է աջակցում, մյուսը մյուս կողմին։ Եթե եկեղեցին սկսում է կողմ ընտրել, այդ երկու հարևաններն այլևս միասին չեն կարող աղոթել։ Մեկը եկեղեցի է մտնում հաղթողի զգացումով, մյուսը վիրավորված ու օտարված, եւ մարդը հեռանում է եկեղեցու քաղաքականացված միջավայրից։ Սա է ամենավտանգավորը, երբ եկեղեցին դառնում է վեճի պատճառ, ոչ թե խաղաղության աղբյուր։ Քաղաքականությունն ամեն օր փոխվում է, ընտրություն, ճգնաժամ, իշխանափոխություն։ Եկեղեցին պիտի մնա դարերով։ Եթե եկեղեցին կապվում է մի քաղաքական ճամբարի անհատի հետ, վաղ թե ուշ այդ ճամբարի անհատի սխալների ու պարտությունների հետ է նույնացվելու։ Այդ պահին հարվածը լինելու է ոչ թե կուսակցությանը, անհատին, այլ եկեղեցու հեղինակությանը։ Մի պարզ կանոն հիշենք. եկեղեցին ուժեղ է, երբ բոլորինն է, երբ դառնում է մի կողմինը, սկսում է կորցնել մնացածին։ Ուստի կամ եկեղեցին մնում է միավորող տուն բոլորիս համար, կամ դառնում է քաղաքական կռվի տարածք եւ պարտվում է հենց ինքն իրեն։